ձեզ իմ շատ հարգելի գործընկերներ, այսօր ունենք մի շատ հետաքրքիր թեմա, որը մեր ներկայիս սերնդին շատ արդիական թեմա է։ Թեման ես ուրիշ եմ կոմպլեքսը, որով որ մարդը իրեն զգում է տարբեր, թե արտաքինով կամ ինչ-որ մի բան, որը մարդը ներքո զգում է, որ մնացածից տարբեր է։ Այսօր մեր թեման դա է լինելու, կարծում եմ կփորձենք շատ ավելի մանրամասն, շատ խորապես այս թեմայով խոսել։ Ըստ ձեզ կան, դուք ունեք ինչ-որ նմանատիպ մտքեր, որոնք որ ձեզ ստիպում են, որ դուք ձեզ մի քիչ օտար զգաք կամ ինչ-որ տարբերություններ գտնեք ձեր եւ ձեր դիմացիների միջև, ինչ-որ բան կա, որից որ կոմպլեքսավորվում եք։ Ես կոմպլեքսներ այսպես չունեմ, բայց ունեի, ասենց կոմպլեքսների մի հատ տոպրակ էր իմը։ Հետո քիչ անցավ։ Հասկացա, որ պետք չի ուղղակի կոմպլեքսներ ունենալ, ասել ինքը լավն է, ես լավը չեմ եւ այլն, ուղղակի պետքա սիրել քեզ, նենց ոնց կաս։ Տենց եմ մտածում ու հիմա չունեմ կոմպլեքսներ, ոչ մեկի հետ չեմ համեմատվում ու ատում եմ, երբ որ ինձ համեմատում են ուրիշի հետ, ինչ որ մեկի հետ։ Ուղղակի կարող է այդ մարդու հետ որ շփվում եմ ու ինձ համեմատի ինչ որ մեկի հետ, կարող է всё մեր շփումը դադարեցնեմ, որովհետեւ իմ ամենաչսիած բանն է, երբ որ մարդուն համեմատում են։ Դու ինչ ես կարծում Նարեկ։ Դե ես կարծում եմ, որ կոմպլեքսներ բոլորի մոտ տարիքային շրջանում լինում են։ Դե հա, բնական է։ Դե դեռահասության ժամանակ ինձ թվում է ամենաշատն է պատահում, որ մարդը կոմպլեքսավորվում է իր արտաքին տեսքից, իր բնավորության գծերից, կամ հասակից նույնպես, կամ տարիքից նույնպես, այդ լինում են, էլի, ոնց որ կոմպլեքսները քեզ կարող են նույնիսկ բոլոր դեռահասության շրջանում, ամբողջ դեռահասության շրջանում հետևել քեզ, բայց տարիքի ընթացքում դա արդեն մարում է, էլի, ոնց որ ինձ չի թվում որ դու լինես 40 տարեկան, դու պետք է մտածես ես տգեղ եմ, չհելնեմ դուս, ոնց որ Դե հա։ Հա, ինձ որ Հիմա դու կոմպլեքս ունես։ Ես կոմպլեքսներ չունեմ, ունեի, բոլորի նման ունեի, ես էլ ունեի իմ կոմպլեքսները, ես էլ էի ոնց ասեմ, իմ հասակի համար կամ իմ տարիքի համար կոմպլեքսավորում ժամանակին, բայց հիմա ներկապային ոնց որ մի քիչ մեծանում ես ու հասկանում ես, որ դա անիմաստ բան է։ Միտք չկա, էլի դրա մեջ են, որ ոչ իմաստ կա, ոչ միտք, դա զուտ անցողիկ երևույթ է։ Բայց ես թվում է, որ նշի, որ մարդու մոտ կոմպլեքս ինչ-որ բաղի գալիս է ու արդեն վերջել քո կյանքում էլ օրինակի համար ինչպես կոմպլեքսավորում ինչ-որ բանից, ոչ թե ինչ-որ բանից հենց կոմպլեքս ասվածի մասն է խոսքը, օրինակ կյանքը իմ ամեն դու դեռ երկար տարիներ ունես քո կյանքում ապրել, դեռ լիքը բաներ ունես տեսնելու, բայց այդ բանը ընդհանրապես դու քեզ շատ վեր ես զգում, չունես ընդհանրապես ոչ մի կոմպլեքսներ, բայց ինչ-որ մի հատ բան ես տեսնում կամ ինչ-որ բան է պատահում, դու արդեն էլի մտածում ես, կարող է ես էլ սենց, կարող է այս մարդն ինձից առավելա կամ այս մարդը ինձից բոյով վայ, սենց, վայ, նենց։ Այսինքն ես չի էլի, որ կոմպլեքսները կամ նմանատիպ մտքերը մեր կյանքում էլ չեն լինելու։ Ես ինքս ասեմ, ես էլ եմ ոնց որ դուք այդպես է ես էլ եմ ինչ-որ ժամանակ ենթադրենք իմ արտաքինից կոմպլեքսավորվել, չեմ սիրել իմ արտաքինը, նու ոչ թե չեմ սիրել, այլ փորձել եմ չընդունել, որովհետև միշտ տեսել եմ, որ կողքինները շատ նիհարիկ են, շատ սենց սիրունիկ են, մտածել եմ, որ ես է կարա այդպես լինեի։ Այդ ինչ-որ ժամանակ, բայց հետո ընթացիկ անցավ ու ես սովորեցի ինձ գնահատել ու ինձ թվում է մենք բոլորս պետք է մեզ գնահատենք ու սիրենք։ Այո, բայց չգիտեմ, ամեն դեպս ես կարծում եմ, որ այդ կոմպլեքսավորվածությունը ասվածը մեր ամբողջ կյանքում մեզ հետապնդելու է։ Ոչ թե կոմպլեքսավորվածությունը, այլ ինչ-որ մի կետ համեմատվելու ձևը։ Մարդ չի կարա ամբողջ կյանքում մտածի, որ ինքը առավել է։ Ինչ-որ մի հատ սենց շատ իդեալական մարդու ես ինչ-որ միտեղ տեսնում, հետո նայում ես քեզ հայլում մեջ, ասում ես լավ, ինչ է ինքը սենց ես նես չեմ։ Ինձ թվում է բոլոր մարդիկ իրենց մեջ ունեն իր յուրահատկությունները։ Դե հա։ Որովհետև ամեն մեկի մեջ կա իր յուրահատուկ գեղեցկությունը, իր յուրահատուկ բնավորության գծերը, եւ ինչքան դու որ ապրում ես, ինչքան տարիներ հետ արդեն մեծանում ես, արդեն հասակը մեծանում ես, արդեն ընդհանուր դառնում ես հասուն կայացած մարդ, արդեն դու գիտես ինքդ քեզ ավելի լավ ես ճանաչում։ Դու միշտ կկոմպլեքսավորվես այն ժամանակ, երբ որ քեզ ինքը չճանաչես։ Այսինքն դու ոնց որ տեսնում ես ինչ-որ մեկին, ով քեզից ավելի գրավիչ, ավելի սիրուն է, ու դու մտածում ես, որ վերջ եմ, որ ես իր նման խիչ եմ, ես ավելի վատն եմ կամ այսպես եմ կամ այնպես եմ, բայց եթե այդ մարդուն ավելի լավ ես սկսում ճանաչել ու հետզհետե քեզել, դու հասկանում ես, որ դու քո կյանքից ավելի գոհ ես, քան չէր ուզի իր կյանքով ապրել, քո կյանքը քեզ ոնց ասած ձեռ է տալիս։ Ես համաձայն եմ անկեղծ ասած քո կարծիքի հետ,
Ու իրականում այդպես է, երբ որ մարդը իրավ ասեն շատ վստահ է լինում, ամենայն դեպս ամեն ձևով դու քո վրա վստահ ես, որ դու ամենասիրունն ես, որ քեզ հենց ունեք այս կողմ առավել մարդիկ չկան, բայց մեկ էլ հայտնվում է այդպես ինչ-որ մեկով, որ օրինակ քեզ նման ու ինչ-որ sense կանկուրնետ ասվածը բոլորիս հասանելի է, այդ նման զգացողություններն է մարդու մեջ մտնում, թե եթե այս մարդը ինձից առավել է, ուրեմն ես պիտի ձգտեմ իրենից առավել լինեմ, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է, որտեղ ամեն մի մարդ, ոնց որ Նարեկ դու ասեցի, ամեն մեկը իր ձևով է յուրովի գեղեցիկ, իր ձևով է յուրովի լավը, ու պետք չի համեմատվել ուրիշների հետ, որովհետև այդ համեմատությունները մեր կյանքում մեզ շատ են խանգարելու, ել ավելի առաջ գնալ ու ել ավելի շատ բթացնում են մեզ ուղղակի, ու մենք սկսում ենք այդ սթից ինչ որ փաթեթավորված, այսպես ասած, երջանկության հետևից գնալ։ Ուղղակի ինքը նիհարա սպասի, ես էլ իրապես նիհար լինեմ, ես էլ եմ ուզում իրապես սիրուն շապիտ ունենամ, իրապես թույն աչքեր ունենամ, բայց մենք չենք գիտակցում, չենք հասկանում, որ մեր կյանքը ուրիշ է, Իրանը ուրիշ է, մենք օրինակ չգիտենք այդ քո ասացի պես Նարեկ, թե ինքը ինչ կյանքով է ապրում ու մենք չենք ուզի հաստատ իր կյանքով ապրել, երբ որ իմանայինք։ Բայց եկեք մի բան էլ ես ասեմ, այդ կոմպլեքսավորվածությունը ասվածում իր խորը արմատները, այսինքն ենթադրենք ինչ-որ մի մարդ, ով որ տարիքով մեծ է, անդադ sense գնում է իրան դանակի տակակցում, վիրահատվում է, իր դեմքն է ձգում, ինչի համար, որ ինչ-որ մեկին դուր գա ինքը, իրան չընդունելուց է դա գալիս։ Երևի տվյալ մարդկանց երևի փոքր ժամանակ չեն ասել, որ ինքը շատ սիրուն է, որ ինքը շատ լավն է, առավել է, դրա համար հիմա տղա թե աղջիկ մտածելով թե իրան գեղեցկանում են, բայց ընկնելով դանակի տակ տգեղանում են ու դա դնում են մարդիկ ուշադրություն դարձնում են, բայց ոչ թե գեղեցիկի առումով, այլ հենց տգեղի առումով։ Ինձ թվում է, որ եթե մարդը օրինակ քո ասած մեծ հասակում, օրինակ 30 կամ 40 տարեկանում դեռ հասկացած չի լինում, որ գեղեցկությունը մենակ արտաքինի մեջ չի, ու մեն այդ մարդը իր կյանքում ուրիշ բան չի ասել։ Ես տենց եմ մտածում, որովհետև դե գեղեցկությունը լինում է ներքին, ոնց ասեմ, քո մեջ է լինում գեղեցկությունը, բնավորության գծերը կարող են գեղեցիկ լինել։ Ու օրինակ դե ինձ թվում արդեն 30 կամ 40 տարեկանում ամեն մեկը իր կողակցին գտած է լինում, ու ինձ չի թվում, որ կողակից իր հետ շփվում է մենակ նրա համար, որ ինքը կամ գեղեցիկ է կամ համարիչ է կամ դյութիչ է։ Բայց մարդիկ հաշվի են առնում քո արտաքին գեղեցկությունն էլ։ Դե հաշվի են առնում, բայց ինձ չի թվում էլի, որ ամեն մեկը ստեղծված է դրա համար, որ դառնա մոդել։ Ոնց որ մարդկա ստեղծված է դառնա, որ ինժեներ կամ շատ խելացի մարդ իր կյանքում, բայց շատ տագեղ է լինում։ Հա, բայց գասերեք բոլորն այն դեմքն ունեն, անկեղծ ասած։ Բայց դա շատ ցավալի է, որովհետև մենք հիմա ավելի շատ բնականի կարիք ունենք, կոպիտ ասած։ Մեր հասարակությունը, մեր երկիրը լավ չի։ Ես մի զարմացել եմ այդպես մարդկանց, ովքեր որ չունեն խնդիրներ, ովքեր որ հենց բնականից են սիրուն, գնում են քիթ են վիրահատում, շուրթեր են լցնում, դեմքն են ձգում։ Որովհետև իրանք մտածում են, որ այդ սիրուն է, ու նաև մտածում են ինքը արեց խի ես չանեմ։ Որովհետև կյանքը վերածվում է մրցակցությունի։ Հա, բայց չեն հասկանում, որ գալու է ինչ-որ մի ժամանակ, երբ որ տենց տգեղ սարքած դեմքեր էլ մոդա չեն լինելու, արդեն մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել բնականին։ Այո, նրանք sense մի հետաքրքիր մի բան ասեմ, երբ որ ես նայում եմ մեր ընտանիքի հին նկարները, արդեն նախնիների առումով նույնիսկ, այնտեղ բոլորը շատ գեղեցիկ են, որովհետև բնական են, որովհետև նախ այդ ժամանակ էլ դե բնականաբար չի եղել ինչ-որ վիրահատական միջոցներ, անգամ եթե եղել է, մեր ընտանիքում բոլորը միջև առ այսօր բնական են, ոչ մեկ վիրահատված չի, բոլորը իրենց սիրուն գեղեցկության մեջ են անկախ տարիքից, ու այդ իմ համար շատ գովելի է ու շատ ավելի հպարտանալու տեղիք է տալիս, որովհետև ոչ թե չունեն հնարավորություն, այլ պարզապես իրենց իրական տեսքը ավելի են գնահատում։ Ինչի գնա նմանվեն ուրիշներին, ովքեր որ հենց այնց ուղղակի իրենց վրա թերություն կոմպլեքսավորվում են, չգիտես ինչի ու գնում իրենց վիրահատում են։ Օրինակ մեր ազգում մեր ազգը շատ գեղեցիկ ազգ է ու մենք միշտ տարբերվել ենք բոլոր այլ ազգերից, արտաքնապես, բայց հիմա արդեն որ դուրս ես գալիս, տեսնում ես որ բոլորի քիթը վիրահատած, բոլորի շուրթերը լցրած, բոլորի դեմքը ձգած, բայց ինչի, եթե մի ժամանակ sense հայ մասին պատկերացումներ ընդհանրապես հայ կնոջ կամ հայ տղամարդու ուրիշ է եղել, հետաքրքիր sense արտահայտված քիթ, հետաքրքիր շուրթեր փոքր, մեծ
կարևորը բնական, բայց հիմա բոլորի դեմքը նույնն է։ Ու դա շատ ցավալի է Մենք անկեղծ հա ասած։ ուղղակի հիմա օտար իրականության մեջ ոնց որ ապրենք, որ կողմը նայում ենք ինչ որ օտար բաներ են, մեզ ոչ ծանոթ, ու շատ ցավալի է որ հիմա այս ամեն ինչը կա, որ մարդիկ փչացնում են իրենց գեղեցկությունը իրական, իրենց այ օրինակ քո հետ այնքան համաձայն եմ այն բանով, որ մեր հայերը մենք մի ուրիշ գեղեցկություն ունենք, եթե բնական ենք։ Կոնկրետ քիթը ուրիշ երկրներում հենց կոնկրետ շերտը դրվում է հայի քթի վրա օրինակ, բայց հիմա այդ ամեն ինչը ոնց որ կորած լինի այդ համը, հոտը, չափը շատ ենք անցնում, շատ։ Ամեն անգամ այդ ինչ-որ բնական մարդ եմ տեսնում, մտածում եմ Իրանի այս մարդը ոչ մի բան իր վրա չանի, որովհետև սնտիրոք շատ սիրուն է, էլի։ Ու մտածում ես, որ դրա հավանականությունը 50-50 է, կամ կանի կամ չի անի։ Դե օրինակ, որ խոսացինք հայերից, հայերի ընդհանուր Հայաստանի պատմությունը այդքան էլ չի եղել այնպես, ինչպես ժողովուրդն ուզեց է տեսնել։ Օրինակ, գնանք անցած դար, 100-100-ամյակ առաջ, ձեզ ոնց է թվում, այս ժամանակ մարդիկ մտածել են ես օրինակ տգեղ եմ, ես պետքա չելնեմ դուզ, ես պետքա չելնեմ վազեմ, ես պետքա ուրիշից տարբերվեմ։ Բոլորն էլ կաշվից ու ոսկորից են էլի ստեղծված։ Որ ինչ-որ մեկը ինչ-որ բանով ավել չի, եթե թվում է իրան ոնց ասեմ, փոխում է, օրինակ ձեր ասած քիթա վիրատում, շրթունք է լցնում։ Ու ինքը իրան չփոխեց, էլի ինքն իր աշկին փոխվեց, էլի մեր աշկին փոխվեց, բայց ներքուստ չես կարելի բնավորությունը ցենց գնաս ու վիրահատես։ Բնավորություն չէ։ Մեզ ստեղծելու։ Դե հա, օրինակ ընդունենք նենց ոնց որ մենք կանք։ Դե հա, օրինակ ոնց որ դու չես կարելի գրքի կազմը նայես ու ասես գրքի մեջ ինչ է գրված։ Ոնց որ կարող է լինի շատ հին գիրք, բայց այդ գիրքը 3 անգամ է կարդաս ու զենաս էլի կարդաս, բայց օրինակ լինեին որ ամենագեղեցիկ կազմով գիրքը, բայց դու գիրքը բացես ու առաջի տողից հասկանաս որ չէ, էլի չէ, որ քոնը չի այդ գիրքը։ Իմ համար մի փոքր ոչ ընդունելի, բայց մի բան էլ ասեմ, տղաներն են արդեն հիմա քիթ վիրահատում, այլ ոչ միայն աղջիկները, ու տենց մոդա է էլի ընկել, որ տղաներն են իրանց քիթը վիրահատում, որ չգիտեմ, մեզ չեմ ընդունում։ Ոչ միայն քիթը, մարալ առհասարակ իրենց փոխում են ու մենք մի շատ ցավալի բան եմ ասում, մենք կորցնում ենք հայ տղամարդու իդեալը մեր հասարակության մեջ։ Մենք կորցնում ենք այդ հայ տղամարդուն, ուղղակի այդ հայ տղամարդու կերպարը։ Ինչը որ գրված է մեր հայոց պատմության գրքերի մեջ, որ մենք ունեցել ենք Հայկ Նահապետ, մենք ունեցել ենք Նժդեհ, Անդրանիկ, Մոնթե, Վազգեն, հիմա ոնց որ գնալով այդ հայ տղամարդու կերպարը մոխիր է դառնում։ Ես շատ ցավով եմ ասում, բայց այդ տենց է։ Միակ բանը, որ օրինակ այդ ամեն ինչի մեջ կարաս ընդունես, այդ երբ որ մարդը խնդիր ունի։ Դե այդ ուրիշ է լրիվ, այդ լրիվ ուրիշ բան է։ Դու ակի գնում ես ինչ-որ ստանդարտների հետևից, բայց չգիտես դրանք իրանցից ինչ են ներկայացնում, կամ վաղը մյուս օր դրանք արդեն շատ թրենդի մեջ կմտնեն, թե չէ, գնում վիրահատում ես։ Կամ այդ հագու կապը, կամ օրինակ տատուները։ Իսկ ինձ թվում է որ ոչ հայ տղան է մեղավոր, ոչ հայ աղջիկ է, ինձ թվում է այդ ամենը սոցիալական ցանցերն են անում։ Էդի ինձ թվում է ոնց ասած կոպիտ ասած օթից չի եկել, էլի։ Թացնում են մարդկանց։ Մտածում են որ փոքր քիթը սիրուն է, բայց ով ասեց որ փոքր քիթը սիրուն է, մարդկա ուրիշ ձև է սիրում, էլի։ Ոնց որ չի լինում էլի նենց որ բոլոր մարդկանց հայացողությունը կյանքի նույնն լինի, բայց սոցիալական ցանցերը ստիպում են որ բոլորի հայացողությունը նույն հարցի վրա նույնը լինի։ Օրինակ հիմա ինձ չի թվում որ գնաս 10 մարդու հարցնես որն ավելի լավ հեռախոս, օրինակ iPhone-ը թե կամայական ուրիշ ոնց որ հեռախոս, ինձ չի թվում որ օրինակ ասի կամայական հեռախոս, էլի, որովհետև մենք արդեն ոնց ասեմ, իծն մենք արդեն սովորենք որ iPhone-ը ամենալավ հեռախոսն է, չէ՞։ Դե ինձ թվում է դա լավ չի, էլի ոնց որ։ Ինձ թվում է պետք է մեկ իր կարծիքը հստակ ունենա, բայց տենց հասարակությունն ենք էլի հետևում։ Օրինակ տատուների մասն ինչ որ մի բան խոսենք, որովհետև տատուներն են հիմա արտիական։ Առանց մտածելու ինչ որ բաներ են գնում իրենց վրա խփում ու իրենց կեղտոտում են ուղղակի իրենց մարմինը։ Իրականում ես տատուների դեմ ինչ որ բան չունեմ։ Հա ես էլ իրականում պետք է իմաստ ունենա, անկեղծ բան ասեմ, ինձ դուր է գալիս, եթե ինչ նուրբ տատուներ, ինչ որ գրվածքներ բան։ Ես այս նուրբ դրանք դուր են տատուներ են դուր գալիս, թեթև նուրբ, բայց որ գնաս ամբողջ մարմինը։ Ոսկե հա ինչ որ իսկ ինձ թվում է որ ոչ մի տատու դաջված կա ավելի ճիշտ, ինձ թվում է որ չի ընդունվում։ Ես որ տենց եմ մտածում, եթե պետք քններ որ քո վրա դաջված քններ, դու դաջվածքով կծնվեիր, էլի ինձ տենց է թվում։
Ինքը մաքուր եք ծնվել, պիտի Դե ոնց ծնվել ես, տենց էլ համանա էլի, որ եթե պետք կներ այդ դաջվածքը քո վրա։ Նենց է, ես էլ տատու տենց ասվածը տենց ինչ որ շատ չեմ ընդունում, նամանավանդ աղջիկների կամ կանանց մեջ, բայց եթե խոսքը վերաբերում ասենց թեթև տատների պես, որոնք որ համելյանց պես ինչ որ իմաստ ունեն, դրանց մի փոքր ուրիշ եմ վերաբերվում, բայց տենց էլ չի որ տղաների վրա եմ տատուները շատ ընդունում, ինձ թվում է մարդը պիտի մաքուր մնա։ Ֆիզիկապես պիտի մաքուր մնա, իր մարմինը պիտի մաքուր լինի։ Դե կան մարդիկ, որ օրինակ իրենց ցավերից ելնելով են այդ տատուն օրինականում դա։ Ցավերից ելնելով թող ուրիշ բան անել, էլի, հա, Չէ, դե օրինակ այդ մարդը երևի մտածում է, որ դա որպես կյանքի հիշողություն է, որ սա կյանքը քեզ հետ հետևի է, դա Իմ համար շատ խնդալու է, բայց ես շատ եմ հանդիպել տղաների, բայց շատ խնդալու է իմ համար, որ իրանց սիրած աղջկա անունը կամ բան են անում, տատու են անում իրանց վրա։ Էդի համար ահավոր խնդալու բան է, ամոթ բան է էդի, ուղղակի կարես վաղը պրոս այդ աղջիկը չլնես դու չգիտես ինչ կարա լինի, ու էդի սաղ կյանքդ մնում է վրետ։ Չգիտեմ, էդի համար ահավոր աբսուրդային բան է։ Ադե բայց նա է իրավիճակը դից։ Դե չգիտեմ, դու չես կարող Դե նշանացի տնի, նշանացի։ Էդի մի կողմից շատ հետաքրքիր է, շատ սիրուն դրսևորում է, բայց որ եթե 100% վստահ չես, որ այս մարդը կարես ամբողջ կյանքը տանցկացնես, ինչ ես իրան տատու անում քո վրա։ Օրինակ ես լսել եմ, որ սովետական միության ժամանակ մեր պապիկները այն շուտվա ծառող մարդիկ դե գնացել են ոնց որ բանակ ու հետ են եկել ոնց որ sense մատի կամ չգիտեմ ձեռքի վրա, որ տար կար դաջված կարած ու հիմնականում սովորաբար դա լինում է իրենց սիրած աղջկա առաջի տառը։ Թեկուզ նաև ես sense եմ էլի մտածում, ոնց որ դուք հա կարող եք այդ համի չլինեք, բայց ինձ թվում է որ քո կյանքի շրջանում եթե դու սիրարված ես լինում ինչ-որ մի աղջկա ու դու այդ դաջված քանում ես քո վրա, ուրեմն այդ սերը ոնց ասեմ, թեկուզ դու նաև ամուսնանաս, թեկուզ երեխաներ ունենաս, դու այդ սերը չես մոռանա։ Ինձ թվում է եթե դե ոնց որ քո կյանքում էդի պետքա ոնց որ sense ինքը հիշվող պահ լինի, այսինքն նենց սեր լինի, որ կյանքում չի հանդիպի, կամ դու ուզում ես այդ կյանքի դրվագը հիշես ու այդ տառով դու նայում ես ու ասում ես ինչ լավ օրեր եմ անցկացրել իմ ոնց ասեմ, sense պատանի տարիքում։ Մի բան ասեմ էլի։ Օրինակ ես այդ պահը չեմ կարում ընկալեմ, որովհետև ես հաստատ չեմ ամուսնանալ կամ եթե ամուսնանամ ու իմ ամուսնու օրինակ ձեռքի վրա գրած լինի ուրիշ աղջկա անուն կամ տառ։ Ես անուն չեմ ասել։ Թեկուզ տառ, ես չեմ ընդունում։ Իսկ ինչ sense է։ Ես չեմ կարող հանգստանամ այն փաստը, որ իմ կողքի տղամարդը մտածում է ուրիշ կնոջ կամ աղջկա մասին անդադնալով։ Իսկ ես sense բան կարող ասեմ, որ բոլոր տղամարդիկ բոլոր իսկ չհավատակ որ ամեն մի գաղտնիք իրենց սրտիկ իրենց կնոջ եք ասեն իրանք որ տղամարդու մտքին լինի այդ տառը այնց բան կանի որ սկի չեք հասկանում որ դա սիրած աղջիկա անունը տառն է Չգիտեմ ես չեմ ընդունում դա իմ համար նորմալ չի աբսուրդի ժանր դե ես այն ժամանակվա մասին եմ ասում այն ժամանակվա դե եսին ոնց որ ինձ թվում է կանցներ էլի կլիներ այն որ ամեն պահի դու կարաս գնաս այդ դաջվածքը ջնջես այնց է որ հնարավորություն է կա։ Ջնջես, եթե կարաս ընդհանրապես չանես։ Ուղղակի կարող պրոստը հիշողության մեջ կարամ մնալ։ Չէ, մարդիկ փոխվում են ու իրենց կարծրատիպերը, հիշողությունները, ցանկությունները փոխվում են։ Ու տվյալ պահին է որ ոնց ասեմ, որ sense խոսքը է, որ ապրիր պահով, էլի, ինքը այդ պահին ուզեցել է անի, այդ պահին արել է սիրարված է։ Հուսամ հիմիկվա ժամանակներում այդպես բաներ չեն լինի։ Դե հա, այդ օրինակ կնոջը անունը կամ չգիտեմ, ձեր երկուսի անունը անեք, դա մի քիչ ուրիշ է, էլի նայվում, հա, դա ավելի նորմալ է։ Բայց գնում ես բանակ, բայց ունես իրաց աղջիկ, սպասող, բայց գնում ես ուրիշի անուն ես տատոնում, ուրեմն լավ կարես ընդհանրապես սպասող։ Դու հենց այսքի սպասող անունը տատոնում ես, օրինակ այդ դաջվածքը։ Այդ իմաստով դա շատ լավ է իմ համար, նորմալ է։ Դե հա։ Դե ինձ թվում է դա պատանեկան բաները, ոնց որ դա անցնելու է, էլի։ Այդ ամեն ինչն է անցնելու։ Դա հա լավ այդ պահին ուզեցիր, հետո չես ուզել օրինակ ամեն ժամանակ մտ տատու անես։ Ուղղակի պետքա տատուն խոր իմաստ, եթե դու տատու ես անում, դու եթե դաջվածք ես անում քո ձեռքի վրա, եթե դու պատրաստ ես քո մարմինը սևացնես, դա պետքա այնպեսի իմաստ ունենա, էլի, ոնց որ հա Այդ իմաստը պետքա շատ լուրջ իմաստ լինի, հա։ Հա, որտեվ իրոք սևացնում ես, որտեվ տենց բան կա, եթե ձեռի տատուն ես, դու չես կարող դոնոր լինես, որտեվ քո օրինը կեղտոտվում է։ Հա։ Դա պետքա շատ լուրջ բան լինի, որ անես։ Իսկ դու այդ կյանքի կողմստին նշան կարող լինի, օրինակ շատ հարազատ մարդ ծնող կորցրել լինես կամ բան, դա ուրիշ։ Իսկ ո՞ւմ է տեսած կլինեք, որ մի հատ տղամարդ, վայթե ինքը Գինեսի ռեկորդների գրքում էլ կա, այդ մարդը նախ չափի շատ վիրատություններ է, նույնիսկ թիես մասը հանելը, ամբողջ դեմքը տատու է,
լրիվ Հայ, դա լեզուն սա- մեջտեղից կտրած։ կտրած է։ Այո, դա սատանիզմ է արդեն էդի։ Չի նայվում, էլի։ Ну, պատրի չի հենց 100% սատանիզմ լինի, կարող ասած ուղղակի դա էլ ուշադրության կարիքի ինչ որ բան, որ մարդը տրավմաներ է տարել փոքրուց, որ հիմա նման ձևով դուրս է գալիս մարդկանց մեջ։ Ինձ չի թվում ունես մի հատ տրամա պետք է ինչ-որ մեկը դες տարածել լինի, որ սաղ մարմինը դարված կլինի։ Այդ ինչքան այդ կյանքը չի երիք այդքան տրամա տանի։ Ինձ չի թվում էլի, ինձ պատմության մեջ էլի լիքը մարդիկ են եղել, որտես լիքը խնդիրներ են ունեցել, որ այն ժամանակ դաջված կանել հնարավորություն չի եղել մարդիկ չեն ապրել։ Ինձ չի թվում էլի, որ պետք է ամբողջ Խոսքը մի մարմինը բան մասին է գնում, այն ժամանակ դաշվաստների մասին երևի մարդիկ չեն մտածել։ Երևի որն է հաստատ չեն մտածել։ Հիմա է մոդա ընկել, բայց մարդիկ արդեն չարաշահում են, թե վիրատությունների առումով ամեն ինչ թե Դա ամեն մարդն իր չափը գծում էլի, մենք չենք կարացել չարաշահումը։ Օրինակ համեր համար էդի չարաշահում իր համար օրինակ մի հնարավոր է որ այդ մարդը որ քո ասած կա, մեզ այսպես տենան ու չհասկանախի մենք օրինակ դաժվաց չունենք։ Ինքն էլ իր մտածելակերպ ու կարծը տիպը ունի էլի, հա։ Ամեն մեկս մեր կարծիքներով ու մեր տեսանկյուններով շատ տարբեր ենք, ու ինձ թվում է համել է դա պատճառը, որ մեր այս հաղորդումները հետաքրքիր են գնում։ Դե հա։ Ու հետաքրքիր է, թե չէ մենք միանման մտածենք, ինձ թվում է մեր շփումը այդքան Կյանքը հետաքրքիր չէ ընդհանուր։ Դե ինձ թվում է այսքանը արդեն շատ հերիք էր, նույնիսկ ես կարծում եմ, որ նույնիսկ հաղորդումից հետո դեռ շարունակելու ենք խոսել այս թեմայով։ Կհանդիպենք հաջորդ անգամ էլ ավելի լավ ու հետաքրքիր թեմաների շուրջ։